Այստեղ հնչած հայտարարություններին կանխատեսելի եք, պարոն Փաշինյան, այն բանակցային արդյունքից հետո, որ ունեցել եք, բնականաբար այսպիսի վարքագիծ պիտի դրսևորվել ԱԺ-ում։ Ես ուղղակի մի քանի արձանագրումներ անեմ։ Նախ այդ հակագիտական պնդումներին շարժումը ավարտելու մասին, գիտեք, հերիք է մեր ժողովրդին փորձեք համոզել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եղած միակ խնդիրը Արցախյան հարցն է։ Այ Արցախյան հարցը հենց փակենք, էլ որևէ խնդիր չենք ունենա, որովհետև դուք այդ ճանապարհով արդեն 3 տարի է գնացել եք։ Դուք այս նույն տրամաբանությամբ հրաժարվեցիք բանակցությունների սեղանին քննարկել փախստականների վերադարձի հարցը, իբր թե դրանով արգելափակում եք, որ Ադրբեջանը այդ հարցը չքննարկի, հիմա դուք չեք քննարկում Արցախահայերի վերադարձի հարցը, Ադրբեջանը շարունակում է առաջ տանել ադրբեջանցիների բնակեցման հարցը Հայաստանում։ Հիմա ժողովուրդը ամեն տարի գնալով մեծացող շարժումով գալիս է ձեզ ասում է հեռացեք։ Եթե ձեր համար որևէ թիվ կա, որ դրանից հետո է ժողովուրդ, այդ թիվը ասեք մենք շատ արագ դա կկազմակերպենք։ Գնալով մեծացող թվով, ձևով, շարժումով։ Ինչ վերաբերում է ձեր անպատասխանատու հայտարարություններին, որ այս ամբիոնից եք առնում, ես զարմանում եմ, էլ գալիս եք դավաճանության մեջ, էլ, չգիտեմ, շպիոնաժի մեջ, էլ դասալիքներին աջակցելու։ Դատախազության տեղը չգիտեք, հաղորդում տալու ձևը չգիտեք, ես պատրաստ եմ ձեզ հետ կգամ, գնանք այդ հաղորդումը տանք, ձեր ունեցած փաստերը ընտրությունների համար եք պահել, ինչի համար եք պահել այդ փաստերը ունեք, ներկայացրեք այդ փաստերը իրավապահ մարմիններին, ինչքան կարելի է իշխանության 49-րդ տարում եք գալու ինչ-որ հայտարարություններ անելու, 7-րդ տարին է, և վերջում, ես ուղղակի ուզում եմ, որ մեր հանրությունը իսկապես պատկերացում կազմի, դուք ոնց եք բանակցել, ես հրապարակում եմ 2022-ի ընդդիմության չէ, ձեր հրապարակած կետերը, որով դուք ասել եք, որ գնալու եք այդ կետերով բանակցել։ Տիկին Քլոյան։ 6 կետ եք հրապարակել։ Տեսեք ինչ եք ասում, Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների եւ ազատությունների հարգման, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը պիտի արտացոլեք։ Պիտի ռազմագերիների վերադարձի հարցը արտացոլեք, 4-րդ կետը։ Իսկ 5-րդ կետը ընդհանրապես ֆանտաստիկայի ժանրից 6-րդ կետը ձեր հրապարակած համապատասխան բանակցությունների կազմակերպման համար հայկական կողմը պիտի դիմեր, ավարտում եմ, ԵԱԿ Միսկի խմբի համանախագահներին։ Դուք 2022-ին հրապարակել եք, որ այս կետերով եք բանակցելու։ Այդ որ հարցնում եք ինչ ենք զիջել, այս սաղ զիջել եք, այս կետերից որևէ մեկը ձեր ստացած փաստաթղթում արտացոլված է։ Շնորհակալություն։ Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համեցեք։ Շնորհակալ եմ Տիկին Վարդանյան հարցի համար, բայց ստիպված եմ նորից կրկնել, որ շատ կարևոր է, որ երբ որ մի բանի մասին խոսում ենք, փորձենք համոզվել, որ հասկանում ենք, թե ինչի մասին ենք խոսում։ Մասնավորապես ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահության վերաբերյալ, ԵԱԿ Մինսկի, երբ որ ես այդ հայտարարությունը ասել եմ, արել եմ, այդ ժամանակ ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահությունը դեռ հույս ունեինք, որ համանախագահող երկրները որևէ ձևով իրար հետ գոնե կշփվեն։ Այդ հայտարարությունից հետո ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները իրանք գործառույթը հրաժարվել են կատարել։ Երկրորդը, այդ հայտարարության պահին Լեռնային Ղարաբաղում, Լեռնային Ղարաբաղի հայերը եղել են Լեռնային Ղարաբաղում։ Այդ դուք եք, որ ինձ 2023 թվականին դուք անձամբ նկատի չունեմ, ձեր քաղաքական ուժերը ներկայացնող անձին եւ շրջանակներ եւ ոչ միայն դուք, որ ինձ մեղադրում եք նրա համար, որ ես թույլ չեմ տալիս, որ Լեռնային Ղարաբաղից մարդիկ դուրս գան եւ հեռանան։ Այսինքն, այդ ամեն ինչը գործոններ են, որոնք պետք է հաշվի առնել։ Երկրորդը, երբ որ խոսում եք կառավարության եւ ժողովրդի հարաբերությունների մասին, այդ հարցի պատասխանը տրվել է ժամանակին Հայաստանում տեղի ունեցել ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխություն։ Ով էր հաշվապահություն անում այն ժամանակ։ Այսինքն հաշվապահություն կար, եթե կար, ուրեմն հաշվապահությունն ունենա, որ դա տեղի է ունենում, որովհետև ոչ մի կառավարություն չի կարող մնա տեղում, եթե ժողովուրդը չի ուզում այդ կառավարությունը մնա տեղում։
Չկա, չի կարող լինել այդպիսի բան ուղակի։ Մնացածը չեմ հիշում ինչի մասին էր կներեք, բայց ոնց որ պատասխանեցի ձեր հարցին։ Սրանք ձեր հրապարակած վերջին կետերն էին։ Դուք սրանցից հետո որևէ նոր կետեր, որով շարունակում եք բանակցությունները, չեք հրապարակել։ Այդ է ամբողջ հարցը, որ այն կետերը, որով հրապարակել եք, որ պիտի գնաք բանակցություններ ու պիտի արտացոլվեն, ձեր ստացած փաստաթղթում տեղ չեն գտել։ Այդ տեղից էլ հասկանում ենք, որ ամբողջությամբ տեղ են գտել այն կետերը, որ Ադրբեջանն է նախապես հրապարակել, որ այդ կոնտեքստում պիտի տեղի ունենան բանակցություններ։ Հիմա հա, ձեր վրա չեն կրակել, ապրեք, ապրեն, այսինքն, այո, մի օր Հայաստանում, Երևանում ժողովրդի կոնստիտենցիան կլինի այնքան, որ կրակերն էլ ձեզ չի օգնի, եթե դա է, եթե ամեն անգամ պիտի կրակեք, հետո գլուխ գովակ, որ ռեպրեսիվ համակարգով իշխանություն եք պահել, պահել եք, հա, միջև հիմա, ով դրան դեմ բան չեմ ասում, և վերջում Հայաստանում հիմա չկա երկընտրանք, իրական Հայաստան, կեղծ Հայաստան, խնդիրը այնն է, որ ձեր պատկերացրած իրական Հայաստանը Ադրբեջանի պատկերացրած արևմտյան Ադրբեջանն է։ Էդ է մեր խնդիրը։ Հայաստանում կա երկընտրանք եղածը պահելու ամեն գնով եւ ամեն ինչ կորցնելու միջև։ Դուք ամեն ինչ կորցնելու ճանապարհն եք ցույց տալիս։ Այլ այլընտրանքը եղածը պահելու, այն է ինչ որ մենք ենք առաջարկում։ Տիկին Վարդանյան, ստիպված եմ ընդամենը եւս մեկ անգամ կրկնել, որ երբ որևէ բանի մասին խոսում ենք, վատ չի լինի փորձել համոզվել, հասկանում ենք ինչի մասին ենք խոսում, թե այդքան էլ չէ։ Շնորհակալ եմ։ Սիսակ Գաբրելյան։